Որպես մայսն Լիբանանով բազում կեղեցին, աղաղություն, ամերեցում, ամդվարում, վրդո ավետարաներոց ոտմեր, նոց, են մեր Իսուս Քրիստոս ասեմ ձեզ, զիվոր զբանիմ լսը և հավատա, իսկ ասն ավիթենակաս, Եվ իտատասնասից են կեցեն, զի որպես հայրունի վարիս գործյալից է արություն կենաց, և որոշ չարարարյալից Հազում կուտ որմազ դեր, երբ արդարները արևի բեզ զակեն արկայության մեջ լուսավոր երեշտակների բեզ բայցարացած, երբ բոլոր մարդիկ հարություն արնեն և նորոգվելով գերբանանապոխվին, երբ գադարային հարսարանը մտնեն իշտեն թրախտը, որ երանական կյանքն է, մանավանդ որքու մոտ կանչելով անարատ և մեղքին անշահ կյանքով սուրբ մգրդության բարգեված անաբագան նկարակրով, որբեսի ծնծա արքայությանդ աթորին շուրջ, որովհետև դու ես դերը, որ ամեն ինչ հաստատեցիր քու դերությունդ փառավորելով համար քեզ են վայել փառք և իշխանություն և բադիվ այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն։ Կարծում եմ մենք այսօր հրաժեշտ տվեցինք մի հրաշալի երգչուհու, որի երգերը միշտ կմնան իհարկե մեր ականջներում, մեր սրտերում, մեր հիշողության մեջ։ Ես սրտանց ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի բոլոր հարազատներին, նրա մտերիմներին և նրա բոլոր երկրպագուներին։ Շատ եմ ցավում, շատ եմ ափսոսում, որ մենք բոլորս կորցրեցինք մի շատ հրաշալի երգչուհու, հրաշալի մի անձնավորության, հայրենասեր, բանիմաց և շատ բուռն էներգիայով, կրակով լցված և ափսոսում եմ, որ այդ կրակը այսօր մարվեց և նա մնաց մեր հիշողությունների մեջ միայն։ Կարող եմ միայն ափսոսալ, որ Ֆլորա Մարտիրոսյանի պես անհատը հեռացավ կյանքից և կարծում եմ, որ իրեն բնութագրելով մենք այսօր չենք ասում միայն փայլուն երգչուհի, չենք ասում զգացմունքային երգչուհի, չենք ասում միայն լավ մայր, կին, հասարակական գործիչ։ Ես կարծում եմ, որ շատ հավաքական կերպար էր և կարծում եմ, որ ինքը իր ձևով ու կերպով պետք է ուղղորդի այն ապագա բոլոր սերունդները, որոնք այդ պրոֆեսիոնալ արվեստով կզբաղվեն և կլինեն կատարյալ ինչպես իրենց արվեստի մեջ, այնպես էլ որպես մարդ։ Ցավով եմ հրաժեշտի խոսք ասում Ֆլորա Մարտիրոսյանին, որովհետև կան արվեստագետներ և հենց Ֆլորա Մարտիրոսյանը մեկն է, որ հավերժ մեր հոգիներում, մեր սրտերում մնալու է նրա կենդանի կերպարը։ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահվում են Ֆլորա Մարտիրոսյանի հարյուրավոր ձայնագրություններ և այսօր էլ երբ հուարկավորությանը գալիս լսում է եթերում նրա ձայնագրությունները, այնքան կյանք, այնքան կենսախնդություն, այնքան ժպիտ, այնքան միևնույն ժամանակ թախիծ և կորստի ցավ կար նրա երգերում, որ կարծում եմ այս ամենը շատ համահունչ է մեր ժողովրդի ապրած կյանքի, տրամադրության, հոգեվիճակի հետ և հենց այս առումով Ֆլորա Մարտիրոսյանը շատ երկար, շատ մարդկանց, շատ հայերի սրտերում երկար տարիներ ապրելու է իր երգով, իր արվեստով, իր մշակույթով, իր մարդկային տեսակով։